Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն շրջանագի մեջ քանի մոհոգիներ կան, որոնք անձնազոհությամբ կապրին։ Իսկապես, թե եկեղեցիներու մեջ, թե գուսակցությանց մեջ, թե մարզական միությանց մեջ եւ թե զանազան միություններու մեջ հաջող անձնազոհ մարդոց դարած անքնահատելի աշխատանքին արդյունքով է որ այդ շրջանակները դակավին գործեն ու կանգունեն։ Ես կուզեմ իմ երախտագիտությունս հայտնել այդ անձնազոհ մարդոց, որոնք հաջող սիրելիներ աննկատելի կերպով գործեն, որոնց գործը դժբախտաբար չի գնահատվիր, սակայն անոնց բացակայութենեն ետք միայն կտեսնենք, որ անոնք որքան աշխատանք ու փեր վերցուցած էին իրենց ուսերուն վրա։ Օրը մրջուններու թագավորության մեջ մրջուն մգար, որ ամենեն զորավորը չէր, ամենեն արակը չէր եւ ամենեն իմաստունը չէր, բայց ուներ հատկանիշը, որ զինք կդարբերեր միս բոլոր մրջուններեն եւ այդ հատկանիշը իր անձնազոհողությունն էր։ Անիկա երբեք չէր ուզեր տեսնել իր մրջուն եղբայր ու քույրերեն մեկը դարաբանքի մեջ։ Երբ տեսներ, որ մեկուն ուսին վրայեն փերը ինգավ, անմիջապես կվազեր եւ անոր գոքներ, որբեսի փերը հասցներ փույն։ Եթե տեսներ, որ մեկը սահեցավ ու ինգավ, անմիջապես գոքներ, որբեսի զայն ետ փարսացներ։ Եթե անձրևը փույնը խորդագեց, քանթեց, առաջինը գլար, որ կսկսեր փույնը սարքել։ Հետևաբար միշտ անձնազոհ վիճակի մեջ էր այս մրջունը։ Իր գործերը ոչ միայն կգադարեր, այլ ամենուն կհասներ։ Ոչ փարը չուներ իր մեջ։ Ամեն ուրեք էր, ամենուն կվազեր։ Եվ մրջունները վարժված էին անոր օգնությունը ստանալու։ Հետևաբար, երբ որ մեկը փերմ ունենար, անմիջապես այս մրջունին կգանչեր, որ օգներ զինք։ Երբ որ մեկը գործ ունենար, անմիջապես անոր գտիմեր։ Եվ այս մրջունը ամենուն գոքներ։ Բայց դժբախտաբար այնքան այս մրջունը օգնեց, այնքան վազեց, որ սկսավ դգարանալ։ Սկաց, որ իր ոտքերը գգթոդեին, գթողթողային, սկաց, որ իր աչքերը այլևս գդգարանային, իր ուժերը գսպարեին, սակայն հակառակ անոր, օրը երբ մրջումը իր մեջ խնդրեց, որ օգներ իրեն, ինք չգրծավ ոչ ասել, ամբողջ ուժեր հավաքեց եւ օգնեց անոր։ Ուրիշ մսավ, գիտեմ, որ դու ամենուն գօգնես, կխնդրեմ, որ օգնես ինձի իմ փերս գրելու, եւ այս մրջունը իր ագրաները գրջդելով առանց ցայնի Թարցիալ օգնեց անոր։ Իսկ ուրիշ մնալ, երբ ասավ, եկուր, փույնս քանթված է, օգնե ինձի։ Հակառակ անոր, որ շատ դգարացած էր, հակառակ անոր, որ գրնագի ահավոր ցավ ուներ, հակառակ անոր, որ ոտքերը այլևս գթողթողային, սակայն ամեն ուժեր հավաքեց եւ քնած օգնելու։ Օր մնալ, այս մրջունը դեղին չգրծավ շարժիլ։ Այնքան հոգնած էր, այնքան սպարած, որ չգրծավ դեղեն ելնել։ Մրջունները իրենց առօրյա վազքի մեջ էին, մեկը նկատի չարավ զինք։ Մտածեցին, որ անպայման կհայտնվի, թերևս մեկում մոտ էր, որ օգնության ցերկ երկար էր։ Օրերը անցան, բայց մրջունները չնկատեցին, որ այս անձնազոհ, ինքնազոհ մրջունը այլևս չգար։ Ու երբ փնտրեցին զինք, այնադեն
մեծահասակ մրջումը, որ իմաստուն էր, ըսավ. Թուք այդ մրջունին, այդ անձնազոհ մրջունին արժեքը չիմացաք, երբ որ Դագավին ողջ էր։ Անիգա բոլորիդ օգնության ձեռք երկարեց։ Անիգա օգնեց բոլորիդ, բայց ո՞յ մեկը չհարցուցի կանոր, որ արդյոք օգնության գարիք ունիս։ Անիգա այլևս չգա, որտև իր ուժը սպարեցավ եւ անիգա այլևս չի վերադառնալու։ Եվ մրջուները ասին, հաբա ինչու ինք չսավ մեզի, որ օգնության գարիք ունիմ։ Մեծահասակ մրջունը, դարեց մրջունը ասավ. Անձնազոհերը երբեք ուրիշներեն օգնություն չեն խնդրել, այլ անձնազոհերը իրենց անձը կզոհեն, որբեսի ուրիշներուն օգնության ձեռք երկարեն։ Սիրելի քույրեր, եղբայրներ, բահմը եկեք այս բահուն անդրադառնանք եւ տեսնենք մեր շրջապատի մեջ որքան խոնար անձնազոհեր կան, որոնք երբեք ոչ ըսվածը չունին, երբեք ոչ չեն ասեր, իրենց կորձերուն արընթեր նաև ամենուն կհասնին, ամենուն կվազեն, սակայն սիրելիներ, քանի անգամ մենք անոնց հարցուցած ենք, որ օգնության գարիք ունիս, ընդհակառակը, երբ մենք օգնության գարիք ունեցած ենք, անոնց դիմաց ենք, եւ անոնց շնորհիվ է, որ հաջող շրջանակներ ոտքի կանգնած են, հաջող ընկերություններ կորցած են, սակայն անոնց բացակայութենեն յետք այն ադեն տեսած ենք, որ անոնք որքան աշխատանք իրենց ուսերուն վրա վերցուցած են։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, եթե այսօր կճանչնակ այդպիսի անձը, եկեք այսօր հարցնենք անոնց, ինչպես կրնամ ես օգնել քեզի, դու շատ օգնեցիր մեզի, դու շատ վազեցիր մեզի համար, շատ մտածեցիր մեր մասին, գրնակ տվիր, որբեսի չինանք, ձեռք երկարեցիր, որբեսի մեր փերը թեթևցնես, ինչպես ես կրնամ քու փերը թեթևցնել, սիրելի եղբայր, սիրելի քույր, սիրելիներ, երախտակետ ըլանք այդ անձնազոհերուն հանդեպ, որովհետև անոնք իսկապես որ թեև երկրի վրա մարդոցմե առանց գնահատվելու կործեցին եւ չսպասեցին երբեք գնահատանք, սակայն անոնց վարձքը մեծ բիդելա երկնքի մեջ։ Դեր Հիսուս Քրիստոս ասավ Հովանու Ավետարանի 15-րդ գլխու 10-րդ համարի մեջ. Մեծակույն սերը այն սերն է, որով մարդ ինքզին կզոհե իր բարեկամներու համար։ Եվ այս անձնազոհ մարդիկը իրենք զիրենք զոհող մարդիկն են։ Դեր Հիսուս դարձյալ գսե Հովանու Ավետարանի 12-րդ գլխու մեջ 25-րդ համարի մեջ. Ով որ իր անձը կսիրե, կգործընծնե զայն, իսկ ով որ իր անձը գանտեսե այս աշխարհի վրա, զայն հավիտենական կյանքին համար բահած կլա։ Ահա սիրելիներ, այդ մարդիկը հավիտենական կյանքին համար բահեցին իրենց անձը։ Ես կխոնարհիմ անոնց թիմաց, եթե ննչած են անոնց հիշադակին թիմաց, եթե ողջ են, գուզեմ հիմա իրենց ողջության ժամանակ անոնց սեր, երախտակետ ենք ձեզի, շնորհակալ ենք ձեզի, Աստված ձեզ առադաբես թողորտնե, ինչպես որ դուք վազեցիք բոլորին, հասակ բոլորին, գրնակ եղաք բոլորին, ձեռք երկարեցիք բոլորին, օգնեցիք բոլորին, եւ ձեր շնորհիվ մարդիկ ոտքի կանգնեցան, աշխատանքներ կատարվեցան, միություններ փայլեցան, Աստված ձեզ առողջություն թողա, զորություն թողա, հավիտենական կյանքին արժանի ելակ։ Եվ այսօր ես ձեզի կհարցնեմ, ինչպես մենք կրնանք օգնել ձեզի, ինչպես մենք կրնանք ծառայել ձեզի, շնորհակալ ենք ձեզի, խոնարհում ձեզի ձեր աշխատանքին ու անսագարկ նվիրումին համար, անմնացորդ նվիրումին համար։ Սիրելիներ, այսօր զանգեցեք, հեռացայնեցեք բոլոր անոնց, որոնք իսկապես անձնազոհ ձևով իրենց անձը նվիրեցին եւ ձեր ընտանիքին ու ձեր անձին, ձեր շրջապատին,
ծեր միության իրենց ամնացորդ ծառայությունը բերին։ Վարձկերնին երկինքեն ստանան եւ մենք սիրելներ երախտակե դլանք անոնց նկատմամբ։ Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։